ով էլ գա իշխանության գլուխ, արդեն չի կարող սրա կողքով անցնել ու ասել թե այստեղ խնդիր չկա։ Կամավոր դուրս գալու հայտագի ձև կա, բայց դուրս հանելու ձև չկա։ Մեր տեղեկություններով Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը չի ուզում։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք Երևանի պետական համալսարանի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանի հետ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Պարոն Սաֆարյան, 28-ին եւ 29-ին փաստորեն ԵԱՏՄ գագաթնաժողովներ եւ որի ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի անհետագա, այսպես ասած, ճակատագիրը, ինչպես ասում են, փաստաթղթեր են կազմվել, ներկայացվել եւ դեկտեմբերին պետք է այս հարցը շարունակվի քննարկել 4 երկրներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Қырғызստան եւ Բելարուս։ Նրանց որոշմամբ պետք է դեկտեմբերին արդեն հասկանանք Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ կազմում մնալ, թե ոչ, փաստաթղթեր ուղարկվել են արդեն Հայաստան, եթե ճիշտ եմ հասկանում, Մհեր Գրիգորյանի միջոցով։ Ինչ, եթե ամփոփ արդյունքները ու ինչ սպասել։ Որ մենք բերենք համակարգված տեսքի։ Ամսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ 4 երկրների նախագահները նստել են քննարկման եւ ընդունել են փաստաթուղթ, որով հորդորել են Հայաստանի իշխանություններին հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել հանրաքվե, որտեղ մեր երկրի ժողովրդին դնել հարց. Դուք ցանկանում եք շարունակել մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե ուզում եք գնալ Եվրոպական միություն։ Բայց իրենք իրավունք ունեն։ Հիմա մի րոպե, հիմա խոսենք։ Ուրեմն այս ընթացքում, այդ ամիսների ընթացքում ԵԱՏՄ 4 երկրների կառավարությունների ղեկավարներին հանձնարարվել է Հայաստանի հետ ունենալ ուսումնասիրություններ եւ պատրաստել մի փաստաթուղթ, որը կդրվի դեկտեմբերին կայանալի գագաթնաժողովի սեղանին, որ ինչպես դուք եք ասում, այսպես պարզ լեզվով ասած, կորոշվի Հայաստանի ճակատագիրը։ Մի հարց. կա այդ ամեն ինչը կանոնակարգում եւ կանոնակարգված է արդյոք այդ տեսակ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Հիմա տեսեք, 4 երկրների նախագահները Հայաստանն 5-րդ երկիրն է ԵԱՏՄ-ի։ Քննարկումների ժամանակ կարող են խորհրդատվական տիպի ցանկացած փաստաթուղթ ընդունել։ Մի հատ եթե ժամանակն է եկել եւ մենք լավ ուսումնասիրենք ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը, մենք կտեսնենք, որ կամավոր դուրս գալու ուրեմն հայտագի ձև կա, բայց դուրս հանելու ձև չկա։ Սա չի նշանակում, որ ասենք երկիրը կարող է լինել անկարգապահ իր պարտականությունների կատարման մեջ եւ նրան ոչ ոք ոչինչ չի կարող ասի, որտեվ դա միջազգային պրակտիկայում էլ ընդունված բան է, երբ որ մյուս երկրները հորդորով են հանդես գալիս երկրի ներքին թվացող հարցերի կապակցությամբ, ինչա որ դաշնակիցներ են առևտրատնտեսական։ Պարոն Սաֆարյան, դուք այդ թղթին այսպես հրապարակված մոտավոր ծանոթ եք, ինչ է այնտեղ ասվում։ Այնտեղ ասվում է, որ ուրեմն ռիսկեր է պարունակում Հայաստանի շփումը Եվրոպական միության հետ, ԵԱՏՄ-ի համար ռիսկեր, որովհետև ֆինանսական պարտավորությունների ռեգլամենտների կարգավորման հարց կա, որով որ այդ երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցելը անհամատեղելի բան է։ Հիմա եւ ամենակարևորը Հայաստանին առաջարկվել է հնարավորինս սեղմ ժամկետում անցկացնել այն հանրաքվեն, որի մասին ես քիչ առաջ ասեցի։ Հիմա ինչ ունի Հայաստանը անելու։ Իհարկե, մենք ունենք երկու սցենար, որովհետեւ հիմա ես ասեմ, այս ընտրությունները աննախադեպ են իրենց հետաքրքրությամբ։ Անպայման կտեսնեք աննախադեպ են լինելու մասնակիցների իրենք ասում են իշխանությունները, մեր ասում են ընտրություններից հետո այս հարցը Ռուսաստանի հետ կտեսնեք, Հիմա կտեսնեք, հիմա կտեսնենք։ Ուրեմն ընտրությունները աննախադեպ են եւ շատ դժվար է կանխատեսել այս պահի դրությամբ ինչպես են դրանք ավարտվելու եւ պետք է չի դրա մեջ մտնել, որովհետեւ մտնոլորտը այնքան քաղաքականացված է, որ անպայման դա մի նոր զայրույթի դժգոհության բանի առիթ է դառնալու, սա մեջ մեր մտնելը իմաստ չունի։ Հիմա մենք ինչ ենք ասում, երկու սցենար կա։ Սցենար համար 1, ընդդիմադիր այսօրվա հիմնական 3 քաղաքական բուրգերը, եթե հաղթող են դուրս գալիս,
Պարզ է, որ նրանք ունեն լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ դրանք դուք ասում եք Ռուսամետ, ես կասեմ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող ուժեր են։ Եվ նրանց օրոք շատ կանխատեսելի է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ պրոբլեմ չի ունենա։ Սցենար համար 2, եթե հաղթում է Նիկոլ Փաշինյանը, ես սա մասին է պետք մտածել, ինչ կա անելու։ Անելու կա հետեւյալը, շատ ճիշտ է հասկանում Հայաստանի վարչապետը, որ Մոսկվա գնալու խնդիր կա եւ այս խնդիրը հասունանում է։ Ես պատիվ եմ ունեցել ձեզ մոտ հյուրընկալվելու մի քանի շաբաթ առաջ եւ մենք խոսել ենք նրա մասին, որ անպայման ինչպիսին է լինի ընտրությունների արդյունքը, հաղթող կողմը լուրջ պատվիրակությամբ, փորձագետներ հավաքած, լավ նախապատրաստված, մշակված փաստաթղթերի նախագծերով պետք է գնա Մոսկվա եւ մի անկեղծ երկխոսություն ունենալ ռուսական կողմի հետ հետագա հարաբերությունների կանոնակարգման մասին։ Կասեք իսկ առիթը որն է, պատրվակը ավելի ճիշտ առիթը։ Ես կասեմ հետևյալը, ամսի 27-ին, 28-ին ուրեմն Ղազախստանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը եւ Ղազախստանի հետ նրա հարաբերությունների հարցում Տոկաևը Ղազախստանի նախագահ մի հայտարարություն արեց, որը շատ ուշագրավ է։ Դուք գիտեք, որ Ղազախստանը Բելարուսի հետ Ռուսաստանի ամենասերտ պետություններն են աշխարհում, որ ամենազարգացած հարաբերությունները ունեն, հատուկ հարաբերություններ, ինչպես նշում են ռուսները եւ ղազախները։ Հիմա Տոկաևը ասեց, մենք մեր հարաբերությունների մակարդակը աննախադեպ բարձր մակարդակ ենք բերում, որը կոչվում է ռազմավարական գործընկերություն։ Բայց 20 տարի առաջ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է համարվում։ Իհարկե, եւ ոչ միայն գործընկերը, եւ մեր եւ Ղազախստանի թղթի վրա մենք ռազմավարական ոչ թե գործընկեր ենք, այլ դաշնակիցներ։ Մենք 2000 թվականին պայմանագիր ունենք։ Այսինքն ընտրություններից հետո Թույլ ես այս միտքը ասեմ, կներեք, սա կարևոր է։ Թեմա է բացվել։ Կարելի է բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի, դա հանձնել թղթին, ինչպես որ մենք դա արել ենք Ամերիկայի հետ, Ֆրանսիայի հետ, Ղազախստանի հետ, Չինաստանի հետ եւ պատրաստվում ենք անել Իրանի հետ, Ֆրանսիայի հետ ենք արել եւ Մեծ Բրիտանիայի հետ ենք արել գարնանային այս բանի համայնքի ժողովի շրջանակներում։ Այսինքն ընտրություններից հետո առաջին քայլը ով էլ որ ընտրվի, այո, պիտի գնա Մոսկվա։ Ես կարծում եմ, սա միանգամայն հասունացած խնդիր է։ Հիմա տեսեք, այնտեղ կասեն սենց, Հայաստանի վարչապետը գալիս է ասում է, ես ԵԱՏՄ-ից դուրս չեմ գալիս, գնում է Եվրոպա, ասում է մեր նպատակն է, մենք այնքան ժամանակ ձեզ հետ ուրեմն կմոտենանք, մինչև որ տեսնենք, որ պահանա հարմար է, ստեղից դուրս գանք ձեզ մոտ, այդպես չի լինի։ Չի ստացվի, որտեղ պայման դրեցին ռուսների նախաձեռնությամբ 4 երկրների նախագահները, որ պիտի հստակ կողմնորոշում լինի, կամ դու Եվրոսիական տնտեսական միության մեջ ես, կամ դու գնում ես Եվրոպական միություն։ Հետագան այդ դեկտեմբերին, թե ինչ կկատարվի, ինչ կորոշվի, դա նաև մեծապես կախված է ընտրությունների արդյունքներից, թե ով կլինի իշխանության։ Գիտեք, ես կարծում եմ, սա այն հարցերի թվին է, որ հեչ նշանակություն չունի, թե ով կհաղթի։ Որովհետև հայ ժողովրդի, չէ, ես ես ասեմ, երկու պատճառով, մեկը ֆորմալն է, ես հիմա կասեմ, բայց խորքային պատճառ կա, Հայաստանի ժողովրդի մեծ մասը մեր տեղեկություններով Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը չի ուզում, որովհետև չի ուզում զրկվել այն տնտեսական օգուտներից եւ շահույթից, որը որ կա այդ կազմակերպության մեջ, բայց կա տարբերություն այդ կազմակերպության նկատմամբ վերաբերմունքի հարցում եւ դա մեր ներքաղաքական այսօրվա բանավեճում, նախընտրական բանավեճում հստակ երևում է։ Այս ընդդիմադիր խոշոր կուսակցություններ, նրանց հետևից նաեւ մի ուրիշ ամբողջ շարք կուսակցություններ փոքր ավելի կանգնած են Ռուսաստանի հետ բարեկամության պահպանման եւ զարգացման դիրքերում եւ կա իշխանական ճամբարի կուսակցությունը իր հետ արևմտամետ կուսակցությունները, որոնք Եվրոպա մետ են, Ամերիկա մետ են։ Բայց նրանք նաև ասում են, մենք այնպես չի, որ գանք իշխանության Ռուսաստանի հետ հարաբերությունները բայց դրանց որոշելով չի, է։ Հայաստանը մի քիչ փոքր երկիր է, որպեսզի ինքնուրույն ու մետ ուզի այսօր լավ ենք, վաղը վատ ենք, այսօր
կուզենք կգնանք, վաղը չենք ուզի չենք գնա։ Սա մի քիչ այդպես չի եւ մենք կառավարելով սովորում ենք համել Հայաստանում, թե ինչպիսին է իրական քաղաքականության տրամաբանությունը եւ ես կարծում եմ, որ ճշմարտությունը նա է, որ ով էլ գա իշխանության գլուխ, շատ լուրջ պիտի մտածի Մոսկվա գնալու մասին։ Իսկ հիմա ինչ Մոսկվայում ուրեմն պապտի ստորագրել տա փաստաթուղթ ռազմավարական գործընկերության մակարդակի մասին, դրանով շատ կհեշտանա փոխադարձ ընդունելի հարցերում համագործակցության եզրեր փնտրելու հնարավորությունը եւ ես կարծում եմ, որ այո, պետք է պատրաստվել հանրաքվեի։ Հանրաքվեն չի լինի միայն այն դեպքում, եթե պարզ եւ հստակ Հայաստանի իշխանությունը հայտարարի, որ ինքը մնում է Եվրասիական միության մեջ եւ ուրիշ գործունեություն, որը դրան վնասի չի ծավալելու։ Նիկոլ Փաշինյանն ասում է մնում ենք ԵԱՏՄ-ում։ Չէ, ոնց, Բա նախագահ Տրամպի Հայաստան գալը, բա Եվրոպական միության համայնքի ժողով անցկացնելը, այս ամեն ինչի ինչ հեքիաթ է, երազել եկավ Այստեղ պաշտպան, բայց մի կողմից էլ նայեք, ստացվում է, երբ որ օրինակ Ռուսաստանը հստակ ասել է, հա, որ գազի գնի բարձրացման մասին արդեն պաշտոնական խողովակներով, մի շարք ապրանքների այսպես այնտեղ ներմուծման խնդիրներ են առաջանում։ Այս ամենը շանտաժի լեզու չէ նաև։ Հիմա տեսեք, Հայաստանի արտաքին տնտեսական ընդհանուր ծավալի 38.4%-ական տոկոսը 2025 թվականի տվյալներով ընկնում է ԵԱՏՄ-ին, Ռուսաստան եւ մի քիչ էլ մյուս երկրները, հատկապես Ղազախստան, որի հետ մեր առևտուրը աճել է դառնալով մոտ 100 միլիոն դոլար 25 թվականի արդյունքներով։ Հիմա շանտաժի լեզու չի, սա ճնշման լեզու է։ Նաև այստեղ ընտրությունների վրա այսպես որոշակի ազդեցություն Անպայման դա կլինի, որտեղ դուք չեք տեսնում, դա էլ է աննախադեպ Հայաստանում։ Նախագահ Տրամպը վարչապետ պետքարտուղար Ռուբիոյին ուղարկում է Հայաստան, որպեսզի սոցիալական էջում է գրառում անում Տրամպը։ Եվրոպական միության ղեկավարները Անգլիայի վարչապետը եկավ Հայաստան, Ֆրանսիայի նախագահը եկավ Հայաստան, Իտալիայի վարչապետուին եկավ Հայաստան, Հայաստանից թռավ իր գործերով ուրիշ տեղ։ Սա բան չի, օգնելու ձև չի ընտրական գործընթացի վրա։ Նույնը ռուսները անում են հայտարարություն, նամակներ են գրում, այդ Ցիվիլովի նամակը խորհուրդ եմ տալիս շատ լուրջ ուսումնասիրել էներգետիկայի նախարարի, որը խոսում էր ուրեմն գազի թանկացման մասին։ Ես ձեզ որպես մասնագետ ասում եմ, եթե ոչինչ չպատահեր, Հայաստանը ժամանակ ուներ մինչև 2036 թվականը գազի ծավալները, ուրեմն գազի արժեքը բարձրացնել։ Եթե Ռուսաստանը որոշի գազի գինը թանկացնել, ինչ պետք է անենք մենք, այլ ընտրանքներ կան, թե պետք է շարունակենք օգտվել թանկացված գնով։ Եթե մենք ԵԱՏՄ-ում մնում ենք ոչինչ չի խանգարում, մենք ժամանակ ունենք, պարզ ձեզ ասում եմ, 2000 մինչև 36 թիվը, երբ 2036 թվին Ռուսաստանը մեզանից գազի համար գանձելու էր այդ նախնապես է պայմանավորվել շատ տարիներ առաջ 2036 թվականին գազի գինը կազմել էր $350 խորանարդ մետրի համար հիմա կազմում է 172-173 հիմա այդ գինը կբարձրացնի ես կարծում եմ թե դրանով վերջանա փառքաստու բայց ես շատ ավելի վատ հետևանքներ եմ գազի գնով ավարտվի ես կարծում եմ եթե այդպես լինի մենք Չէ, ես չէի ուզենա կանխատեսել, որովհետեւ կարող է լինել։ Հիմա տեսեք, Հայաստանում արևմտամետ գործիչները եւ ես ուզում եմ տրամաբանություն փնտրել նրանց ասածների մեջ, որտեղ բաներ կան, որ խելոք են խոսում, ճիշտեր են ասում։ Օրինակ ասում են դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը սպառնալիքները նվազեցնելու համար։ Թվում է թե լավ բան է։ Բայց դիվերսիֆիկացնելու երկու ձև կա։ Առաջինը որ նրա ձեռից վեստես 10 ուրիշին չգիտենք ում, երկրորդը որ իր ունեցածը ինչ որ ինքը ունի, թողնենք իրան, սա մեր ակտիվն է, մի բան էլ ավել արտադրենք, մի բան էլ այլ ուրեմն ճանապարհով գնանք, եղածի վրա ավելացնենք եւ այս ավելացածը լինի դիվերսիֆիկացիա։ Այսինքն մենք չկորցնենք ռուսական շուկան, չկորցնենք ԵԱՏՄ-ի շուկան, բայց անենք քայլեր մյուս շուկաներում մեր ներկայությունը ավելացնելու համար։ Հիմա 5 տարի է Հայաստանի կառավարությունը փորձում է համոզել եվրոպացի ինժեներին, խնդրել էին Մակրոնին, որ Ֆրանսիան բացի իր դռները Հայաստանի ապրանքների նկատմամբ։ Անցել է 5 տարի,
Ոչ միայն այդ առևտրի էական աճ չի արձանագրվել, այլ նաև մեր հաշվեկշռի մեջ արտաքին առևտրի Եվրոպական միության մասնաբաժինը պակասել է 5%-ով, բայց պակասելու պայմաններով ինչպես կարելի է խոսել հաջող դիվերսիֆիկացիայի մասին։ Սա գործ է, որը պետք է արվի։ Եվ ով էլ գա իշխանության գլուխ, արդեն չի կարող սրա կողքով անցնել ու ասել թե այստեղ խնդիր չկա։ Բացատրեմ շատ կարճ թե ինչու, որովհետև եթե մենք ասում ենք մեր ազգային անվտանգության շահերը թելադրում են դիվերսիֆիկացված հարաբերություններ բոլոր հարևանների հետ, առևտուր բոլոր հարևանների հետ, ներառյալ Թուրքիան ու Ադրբեջանը, տնտեսական հարաբերություններ բոլոր ուղղություններով, Չինաստանից սկսած Ամերիկայով վերջացած։ Եթե մենք այսքան բանը կարողանում ենք ասենք, բայց մենք չպետք է կարողանանք ասել դրա տակը ինչ ենք դնում։ Փող, գիտելիք, մարդկային պոտենցիալ, մեր դիվանագիտական ճարպկության հնարքների հետևանքները, մեր ակտիվը, այսպես ասած դիվանագիտական, բայց աշխատանքը պետք է արվի, դեռևս չի արվել այդ աշխատանքը։ Հələ կարգախոսներից այն կողմ գործը չի գնացել։ Կարգախոսներն էլ չեն նպաստել, որ բանը ասում են մենք տարբեր երկրների հետ, թե Իրան, թե Չինաստան, Ամերիկա, Ռուսաստան փորձում ենք այսպես կապերը ավելի խորացնել։ Ճիշտ ասում, պիտի փորձի։ Ուրիշ ճար չունի։ Չէ, խոսքի մակարդակից այն կողմ հələ բան չի արվել։ Իրանի հետ մենք 2 տարի է արդեն քննարկում ենք ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստեղծումը։ Նախաձեռնող պիտի Իրանը լինի։ Հիմա Իրանը պատերազմի մեջ է, այլ ելեք ռազմբակոծում էին նորից։ Էլի պատերազմի մեջ է եւ հետաձգվում է այս գործը։ Եվ նրանք են նախաձեռնելու Հայաստանի հետ այդ գործընկերային հարաբերությունները։ Իսկ թիպը չի խոչընդոտում դրան։ Հիմա տեսեք, թիպը կարող է լարվածություն առաջացնել, բայց խոչընդոտել չէ, գիտեք, այդտով է վեր կենալու Հայաստանին ու Ամերիկային ասել, Ամերիկան թող հարավային Կովկաս չմտնի։ Այդտով է լինելու։ Հələ մի ցույց տվեք ինձ այդ երկիրը Ռուսաստանից սկսած վերջացած տարածաշրջանի մյուս երկրով, որ պետք է վեր կեն ասի, չէ, ամերիկացիները հարավային Կովկաս չպետք է մտնեն եւ միջանցքներ, այսպես կոչված միջին միջանցքներ չպետք է կառուցվի։ Ո՞վ է դա որ տենց բան կարողանա ասի։ Ոչ ոք չի ասելու, բայց լարվածություն լինելու է։ Ուրեմն ավելի լավ է այդ լարվածությունը հանելու համար ունենալ անկեղծ, լավ ջերմ հարաբերություններ նաև բոլոր նրանց հետ, ում որ սա վերաբերում է։ Ես օրինակ խոսել եմ մեր որոշ տնտեսագետ փորձառու լավ տնտեսագետ մեր ընկերների հետ, անունը չեմ տալի ոչ թե որ ամաչում եմ, այլ չեմ ուզում որ իմ պատճառով ասենք հիմա սկսեն հարցախեղտ անել լրագրողներնց, բայց նրանք ինձ ասում են, «Առանց Ռուսաստանի Տրամպը ո՞նց է միջին միջանցքը առաջ տանելու»։ Այդ Տրամպի ուղին, որ ուզում են կառուցեն, առանց Ռուսաստանի հետ գնալու, երբ որ երկաթուղիները Ռուսաստանի կոնցեսիան են, ո՞նց է լինելու։ Ճիշտ են ասում։ Ուղղակի այդտեղ հələ չի ասել հերթը։ Հերթը դրան չի ասել։ Հերթը փորձեցին մի փոքր ինտրիգ մտցնեն դրա մեջ, ասեցին ռուսներից վերցնենք երկաթուղիները, տան ղազախներին վերկացան հայտարարություն արեցին, մեզ հետ ոչ ոք այդ հարցը չի քննարկել։ Ինչպես են այդպեսի հայտարարություն անում։ Ներողություն։ Այդպեսի, բայց ինչ հիմքով են նման հայտարարությունները, Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունները։ Ինչպես են ասում ղազախական, եթե անգամ նրանց հետ ասում են որ տարբերակ է, քննարկումը, լեզվի տակ ոսկոր չկա, ամեն ինչ կարելի ասել, ամեն ինչ կարելի է քննարկել։ Ես դեմ չեմ քննարկումներին, վերջում թե ինչ մնաց, դա է ակտիվում։ Եվ վերջում այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան-Ռուսաստանի դեսպանը հետ է կանչվել, ասում են ինչ որ քննարկումների համար։ Ըստ ձեզ ո՞րն է պատճառը։ Եթե Կապրկինի մասին է խոսքը, Կապրկինը գնացել է Մոսկվա, որովհետև նրան հետ են կանչել խորհրդատվությունների համար։ Դա դիվանագիտության լեզվում նշանակում է, որ Հայաստանի դեսպանի հետ ուզում են մտքեր փոխանակել, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ եվրոպական վեկտորի հարանցիկ, տարանցիկ, արագընթաց զարգացման կապակցությամբ։ Կապրկինը գնացել է, շատ դժվար է ասել, նաև կվերադառնա Հայաստան։ Իսկ իդեպ շատ են տեղեկություններ տարածվում դեսպանի փոփոխության հետ կապված։ Գիտեք, նա երկար տարիներ է աշխատում է Հայաստանում, իմ տեղեկություններով նրա հետ կանչելու մասին խոսակցություն չկա։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան, ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։
Հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն է։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։